Վարդանիկի մասին անեկդոտ վաղուց լսած չեք լինի։ Խշ Վարդանիկի օրն ենք գծում։ ԿՊԱ-ականին ավագ գործընկերոջ ներկայացրած օրինագիծն է Վարդանիկի մասին հիշեցրել։ Բարձր երաժշտություն է։ Սերգեյ Բագրատյանն առաջարկում է օրենք ունենալ ու այդ օրենքով ոչ միայն տուգանել երթևեկելիս բարձր երաժշտություն լսող վարորդին, այլև արգրավել նրա մեքենայում տեղադրված ձայնային ուժեղացուցիչները։ Միայն ձայնային ուժեղացուցիչ ունենալը չի նշանակում, թե մարդը օրենք է խախտում։ Գուցե քաղաքից դուրս է այն կիրառում, ինչն օրենքի խախտում չէ, հակադարձում է Քրիստինե Պողոսյանը։ Շատ հին անեկդոտ հիշեցի։ Ուսուցչուհին մտնում է դասան ու ասում է Վարդանիկ անկյուն կանգնի, ասում է բայց ինչի համար, ես էլ ոչի բան չեմ արել, ասում է կարող սաղ դասանում սպասելու ենք քեզ։ Հիմա մենք ասում ենք մարդուն պատժում ենք, ոչի բան դեռ չանելու համար։ Ոնց չեն անում են, երբ երաժշտությունը բարձր է, վարորդը ոգևորվում է ու արագ է վարում։ Չի լսում ու ֆիքսում մոտալուտ հնարավոր վտանգը, վթարի է ենթարկվում։ Իր ներկայացրած նախագծի շատ անհրաժեշտ լինելը այսպես է հիմնավորում Սերգեյ Բագրատյանը։ Նրանց արձագանքման արագությունը դանդաղում է 20%-ով։ Ինչ իրավունքով ենք մարդու սեփականությունը արգրավում։ Աշխարհի բոլոր կանայք խոհանոցում ունեն շատ մեծ չափի դանակներ, որը մարդու կյանքի եւ առողջության ուղիղ սպառնալիք է, բայց մենք օրենք չենք ընդունում, որ անցնել խոհանոցով եւ խլել կանանցից եւ խոհանոցում աշխատող տղամարդկանցից բոլոր դանակները։ Պետք է միայն տուգանել, ձայնային ուժեղացուցիչները արգրավելը սխալ է, պնդում է Քրիստինե Պողոսյանը։ Օգտագործել պատժվի, չի օգտագործել մարդու սեփականության հետ գործ չունենք։ Եթե ինքը տեղադրել է, բնականաբար ինչ որ բահի օգտագործելու է։ Եթե ապա մարտավարությամբ սցենարներ ներկայացնելով չեն նահանջում պարոնայք պաշտոնյաներն ու падգամավորները։ Իր հակառակվող կերպարով մենակ է մնում կին падգամավորը։ Այլ կարգավորումներով կարծես թե կարգավորված է լրության կանոնները խախտելու։ Դե խոսքը գնում է ստանդարտին չհամապատասխանող նման սարքավորումներ տեղադրելը։ Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի, Արուսյակ Ջուլհակյանի նախաձեռնած օրենքի նախագծին։ Երբ այն լիագումար նիստին քննարկվի ու օրենք դառնա, պարեկները կարող են կանգնեցնել վարորդին, տուգանել նվազագույնը 100,000 դրամ ու ոչ միայն տուգանել։ Կարող են նաև արգրավել տղերքի լեզվով ասած ուսիլիցելները, որոնցով այդ նույն տղերքը տժում են, ցկցկում ու նյարդայնացնում նաև Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին։ Ատում ենք այդ աղալմաղալը։ Կսսկացնենք, հայտարարում են իշխանականները։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Նորար Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։